Այս հայկական ռամիկ նիզակավորներն են, իրանք օգտակար են թեթև ձիերի դեմ, մի քիչ ծանր ու միջին ձիերի դեմ խեղճանում են, որտեվ զրահը թույլ է։ Մեկ է շատ լավ են թշնամու թեթև ջոկատներին, օրինակ պարսաթիկավորներին ու նետաձիգներին լարելու համար։ Սրանք կովկասյան նիզակավորներն են, որոնք բաղկացած են տարբեր էթնիկ խմբերից, հայերից, վրացիներից, աղվաններից եւ այլ մարկանցից, ովքեր բնակվում են հայկական լեռնաշխարհի հյուսիսում եւ հյուսիս-արևելքում։ Շատ բանով չեն տարբերվում ռամիկ նիզակներից, ուղղակի այս ջոկատը կարողանում է փոքր նիզակներ շպրտել մոտ կռիվ մտնելուց առաջ, որը կարող է բավականին լուրջ վնաս հասցնել թշնամուն։ Ահա եւ զրահով նիզակավորները տարբերությունը արդեն տեսնում եք նրանց վրա, երկաթից զրահով բանով, իրանք բավականին լավ են միջին ձիերի դեմ, ամենածանր ձիերի, օրինակ կատաֆրակների դեմ կարող է խեղճանան, բայց պատվով դուրս կգան ձիերի մեծամասնության հետ կռվում ու կարող են ժամանակ ձգել, օրինակ թշնամու թրերին որոշ ժամանակ պահել, մինչև օրինակ ձիերը կգան կհարվածեն թշնամուն։ Եվ ահա հայկական նիզակավորների մեջի սուպերստարերը կենտրոնական գունդ է, որը էլիտար շատ հզոր խումբ է ու շատ արդյունավետ է բոլոր տեսակի ձիերի դեմ եւ բավականին հաջող կարող է կռվել թշնամու հետևակի դեմ։ Իհարկե ոչ էլիտար թրերի թշնամու, բայց օրինակ միջին եւ թեթև թրերի դեմ շատ հաջող կարող է կռվել։